Մի քանի ժամ առաջ Ադրբեջանի կրթության նախարարության շենքի դիմաց հարյուրավոր ծայրահեղ հավատացյալներ ցույց են անցկացրել պահանջելով թույլատրել դպրոցներում մուսուլմանական գլխաշոր չադրակ կրելը։ Այսօրվա ցույցի մասնակիցները պահանջել են կրթության նախարարի հրաժարականը, բացականչել Ալլահ Ակբար, ազատություն խիջաբներին։ Իսկույն դեպքի վայր են ժամանել ոստիկանության արագ արձագանքման գնդի ջոկատայինները, քաղաքացիական հագուստներով ոստիկաններ եւ մահակներով սկսել են ծեծի ենթարկել ցուցարարներին, հարվածելով նաեւ կանանց։ Ուժել են նաեւ լրագրողները, ոստիկանները նրանց նույնպես հարվածել են, փորձելով խլել տեսախցիկները, խանգարել, չթողնել, որ լուսանկարեն կամ տեսագրեն ցույցը։ Թուրան գործակալությունը հաղորդում է, որ տասնյակ մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել, մահակներով, ոտքերով հարվածող ոստիկանների արյունլվա մարդկանց լուսանկարներ են տեղադրված ինտերնետում։ Ցուցարարները փորձել են դիմադրել, հակամարտությունը շարունակվել է հարևան փողոցներում։ Նրանք քարեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ, բայց վերջիններս նրանց ետևից չեն գնացել, փողոցներում նրանց չեն հետապնդել։ Դպրոցներում չադրակ կրելը Ադրբեջանում արգելվեց անցյալ տարվա նոյեմբերից։ Դրանից հետո տասնյակ աղջիկներ Բաքվում դադարեցին դպրոց հաճախել, իսկ այս տարվա սկզբին ձերբակալվել է Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդը եւ մի խումբ ակտիվիստներ։ Նրանց ձերբակալությունից հետո այսօրվա ակցիան առաջին զանգվածային ցույցն էր։